Հիմա վերջապես մենք պատրաստ ենք այդ երկու շատ կարևոր ուրեմն գաղափարներին պատասխանենք։ Տեսեք, ինչին է վերաբերում այս հարցը, վերաբերում է նրան, որ վերցնես մի քանի անգամ նույն փորձը կատարես, օրինակ, ասում ես պատահականորեն վերցրած մարդու պատահականորեն եթե գնամ վերցնեմ ինչ-որ մի հատ մարդ եւ այդ մարդու հասակը նշանակեմ, ասենք թե x-ով, քեզ հետաքրքրում է այս x-ը ինչ է, էլի, ինչ հավանականությամբ, ինչ արժեքա ընդունում։ Ասում եմ հետեւյալ բանը, ոնց է կարելի էլի այս x-ի մասին տեղեկություն իմանալ։ Մենք նախորդ դասերին խոսել ենք, որ դրա համար կարելի է վերցնել 100 հոգուց բաղկացած նմուշ, 1000 հոգուց բաղկացած նմուշ, այսինքն գնա վերցրու x1, x2, x3, բոլորը պատահական մարդիկ, հա, մինչև x100, որ պատահական մարդիկ են, որոնք մեկը մյուսից անկախ են, հա, այսինքն այդ բոլոր այս բաները, x-երը վերցված են իրարից անկախ։ Եվ քանի որ մենք ասել ենք պատահական ըստ մարդու բաշխումը, ուրեմն պատահական ըստ մարդու հասակը ունի ինչ-որ մի հատ x բաշխում, այս x-ն էլ մեր անհայտն է, ոնց ասած որն է, այս x1-ը, x2-ը, x100-ը եւ այլն, սրանք բոլորը ունեն նույն բաշխումը, այսինքն բոլորը միատեսակ են բաշխված։ Ճիշտ է, այսրանք թվեր են, այսինքն հենց գնամ վերցնեմ այդ մարդկանց չափեմ իրանք բոյերը, այսինքն թվեր են ստացվելու։ Բայց նախքան չափել ես կարող ասել, որ x1, x2, x100-ը բոլորն նույն բանն են ցույց տալիս, այսինքն նույն բանի նմուշները։ Այդ նույն բանի նմուշներն ուրեմն կասենք, որ միատեսակ են բաշխված։ Անգլերեն այս անկախ եւ միատեսակ բաշխվածին, հա, ասում են առաջ տառերով sense IID, այսինքն independent եւ identically distributed։ Խոսքով էական չի։ Գնում եմ, ուզում հաշվել միջին ու մարդու հասակը ինչքան է, պատահական վերցած մարդու հասակը։ 100 հոգու հավաքում եմ, այդ 100-ի հասակները հաշվում է ու վերցնում իրանց միջինը։ Այսինքն կանոնավորենք x գծիկով նշանակենք x1 գումարած x2 գումարած xn բաժանած x, այ էդի։ Բաժանած են։ Մի քիչ խափում եմ, դա փոքրատառ x-եր ու կոնկրետ արժեքների միջիններ, այստեղ ինչ որ ասած ավելի օթում ինչ որ բաներ եմ ասում։ Ոնց որ կոպիտ ասած, եթե գնաց 100 հոգու վերցնես, իրանց միջին բոյը ինչ կլինի, դա նույնպես ինքնին պատահական մեծություն է։ Այսինքն այս ինչ որ ստեղ ստացա, սա կլինի պատահական մեծություն։ Կախված թե դու այդ 100, հա, համաձայն։ Այս չենք կարա ասենք, որ ամեն մեկը իր հերթին յունիֆորմ բաշխում է, որովհետև եթե մարդկանց բոյը վերցնենք 0-ից օրինակ, չգիտեմ, 2 մետր ու կես, ասել x1-ը դրանցից մի կետ է, հետո 2 կետ, x2-ը դրանցից հաջորդն է, ու տենց եմ, էլի ես մտածում 100 Իրանք, հատ, այդ 100 շատ ճիշտ է, հատանց իրանք 100 100 հատ են էլի որ եւ բոլորը հա այդ մարդկանց բոյերի միջից է, բայց այդ բոյերի բաները համաձայն եք, չէ՞ որ այդ բոյերի բաշխումը սենց է, այսինքն ասենք բան էլի 0 մետրը շատ քիչ է հավանական, 3 մետրը էլի քիչ է հավանական, այն մնացած արժեքները սենց սարով են բաշխված։ Ոնց որ մեր x1, x2 եւ այլն x-ները բոլորը ունեն այս նույն բաշխում, այսինքն բոլորը վերցված են ստեղ։ Ստեղից այս թամնը 100 հոգու վերցնում է, բայց բան է, էլի, ոնց որ յունիֆորմի պահ հստակ ոնց որ դա չկա։ Այսինքն այդ հավասարաչափության պահ չկա, որովհետեւ իրանք նորմալ են դասավորված։ հա, այսինքն դուք Ահա, դուք ասում եք, որ օրինակ, չգիտեմ, 1.70 պլյուս 10 մինուս 10, ոնց որ հիմնական միջին հասակը է դա եղնում մարդը։ հա, 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 անպայման, ըհը, այսինքն 1.70-ի շուրջը նա կենտրոնացած, բայց կենտրոնացած չի, ասենք թե 80 սանտիմետր, հա, եթե այստեղ նայենք, այդ դրա հարժեքները հավանական չէ։ Հա, հա, կներեք ճիշտ է։ Շատ լավ։ Այսինքն էսի աշխատում են այս շատ ընդհանուր դեպքում, էլի, կուզի նորմալ բաշխված կլինի, կուզի հավասարաչափ, կուզի ուրիշ տեղ։ Բայց հավասարաչափը դրա ասածը կլինի, էլի, ստացվում է հենց այդ միջինին են բանալու։ Խոսքով վերցնում եմ, ես տեսեք պատահական 100 հոգու վերցնում եմ, իրանց միջին բոյն եմ հաշվում, քանի որ այդ մարդկանց պատահական եմ վերցնում, այսինքն հլդեր չեմ վերցրել, էլի չգիտեմ ում կվերցնեմ, ապա այս իրանց միջինը նույնպես ստացվում է պատահական մեծություն։ Մեծ թվերի օրենքը ասում է դու հանգիստ տեղի, եթե վերցնես այն անգամ այդ փորձը կատարես ու միջին արժեքը նայես, սա ձգտելու է այդ քո այդ իսկական էս x-ի մաց սպասման, այսինքն սա ձգտելու է x-ի։ Եվ ձգտելու է ըստ հավանականության, այսինքն կարող է համարյա հավաստի չձգտի, այն մեր նորմալ օրինակին շատ նման է, էլի որ այդ բան ենք անում, x-ների մասն ենք քննարկում դա։ Ոնց որ ասում համարյա հավաստի կարող է չձգտի, բայց ըստ հավանականության ձգտում է, այսինքն շատ մեծ հավանականությամբ դու կստանաս քո մաց սպասումը, կարող է մի քիչ պլյուս մինուս այս կողմ այն կողմ լինի, բայց մեծ թվեր այդ իմաստով ասում էլի, այսինքն մի բանը եթե դու արել ես
100 անգամ, 1000 անգամ, այսինքն մեծ քանակությամբ անգամներով, միջինում դա գալու է այն քո ճշմարիտ իսկական մատսպասումին շատ մոտիկ թիվ բռնի։ Եկեք հստակ ձևակերպումը ասենք իրար։ Ինքը շատ կարևոր է, որովհետև դուք հեսա հաջորդ դասից սկսած հենց վիճակագրություն անեք, հատկապես երբ որ կոմպով գեներացնում եք, էլի ինչ-որ բաներ, ու սիմուլացնում եք ինչ-որ բանի միջինը, այս թերմը ձեզ օգնում ասել, որ դուք գտնում եք հենց մատսպասման շատ մոտիկ արժեքներ։ Ասում է, եթե ունես x1, x2 եւ այլն պատական մեծությունների հաջորդականություն, կարող պատկերացնեք նմուշներ, առաջին մարդու բոյ, երկրորդ մարդու բոյ, երրորդ մարդու բոյ պատահական վերցված, որոնք բոլորը անկախ են, բոլորը ուրեմն միատեսակ են բաշխված, այսինքն սաղ ունեն նույն միջինը, նույն վարիացիան եւ այլն եւ այլն, այսինքն նեչի մի հատ մարդ x1-ը մարդու բոյն է, x2-ը մարդու քաշը, x3-ը ինչ որ գործի քաշը։ Չէ, x1-ը, x2-ը, x3-ը ինչ որ մարդկանց քաշեր են, կամ ինչ որ մարդկանց բոյեր են բոլորը։ Իրանց միջինը եթե նշանակեմ m տառով, m տառով, եւ խոսքով բոլորի վարիացիան վերջավոր է, բայց բոլորը նույն վարիացիան ունեն, էլի, այսինքն ուղղակի վարիացիան անվերջ չի, ապա իրանց այս միջինը x1, x2 եւ այլն բաժանած են։ Այս միջինը ըստ հավանականության ձգտելու է իրանց այս m մատսպասմանը։ Հա, այսինքն եթե դու ունես հաշվես, եթե ունես հասկանաս, էլի ինչքան է մարդկանց այդ հասակների մատսպասումը, կարելի է վերցնել 1000 հոգու, միջինացնել իրանց բոյերը, եւ դա շատ մոտիկ կլինի սրան։ Այսինքն հավանականությունը, որ դու կգնաս կվերցնես 1000 մարդու կամ n հատ մարդու 1000 չասեմ, եւ այդ n հատ մարդկանց բոյերը իսկական այդ արժեքից հեռու կլինեն ավել քան 0.1 մետր, այսինքն 10 սանտիմետրից ավել շեղում որ կտան, այդ դրա հավանականությունը փոքր է 0.1, այն պայմանով որ դու n-ը մեծ թիվ ես վերցնում, հա, այսինքն եթե վերցնում 1 միլիոն հոգու, այսինքն բաները այդ վիճակագիրները շատ հաճախ ոնց որ սենց են անում, էլի, կամ արմազան կանան սենց անեն։ Եթե ուզում են ինչ-որ մի բան հաշվարկեն ամենա քիչը 0.1 ճշգրտությամբ, ինչ-որ մի քանակ կա, որ այդ քանակից շատ մարդ եթե վերցնես, այս 0.1-ից ավել սխալ տալու հավանականությունը 0.1-ից փոքր է։ Ու դες, այս ոնց որ շատ լավ բան է, էլի, կանոն է։ Եվ արդարացնում է այն, ինչը որ մենք պատկերացնում ենք, որ պիտի ճիշտ լինի։ Միգուցե մի հատ գրաֆիկ նայենք, մի հատ այդպես ինչ-որ օրինակի վրա նայենք, հա, այս է նույն գրաֆիկն է, ինչ որ այնտեղ տեսանք, նայեք, քանի գնում են, այս մեր արժեքները ոնց որ սեղմվում են, այս ուղղահայաց, այս գծի շուրջ, այս ուղղաձիգ գծի շուրջ։ Այն մի խոսքով այդ նույն օրինակն է, հա, եթե կոպեկ գցելու օրինակ հավանականությունը լինի 0.5, ու դու վերցնես sense լիք անգամներ կոպեկներ գցես, սա իրական բանն է, էլի, պատահականորեն ինչ որ կոպեկ է գեներացնում։ Տեսեք, ու վերցնես առաջի n հատիկի միջինը, այդ առաջի n հատիկի միջինը այսպես գալիս, այն շատ մոտիկ թիվ է ստացվում 0.5-ին։ Տեսեք 0.5000502։ Որովհետև ամեն մի մետաղադրամի նետումը, հա, առաջին մետաղադրամի նետում, երկրորդ մետաղադրամի նետում եւ այլն n-րդ մետաղադրամի նետում, սրանք բոլորը ունեն այդ քո այդ Bernoulli բաշխումը, ուրեմն 0.5 պարամետրով, այսինքն իրաց բոլորի մատսպասումը հավասար է բան, հավասար է 0.5։ Ուրեմն իրաց միջինը որ նայես, այս միջինը, ինքը շատ մոտիկ է լինելու 0.5-ին։ Եվ տեսնում ենք, որ իրոք տենց է կա։ Ու նորից էս նա կարող Python-ով կոդ գրեք եւ այլն ստուգեք, որ տենց ական մացա նորից աշխատացնենք, ինքը գծելով կգաք, տեսնեք, որ իրոք 0.5-ին մոտիկ է լինում, բայց բան է, էլի, ամեն դեպքում ըստ հավանականության է ձգտում։ Թեև դա մեզ շատ չի խանգարում։ Ու տենց էս սրա որ արժեքը փոխեք, ուրիշ բան կստանաք, էլի պատահականորեն այդ որ ամեն ինչ անեք։ Այստեղ զառի համար կա, ասում է, եթե 1000 անգամ դու ուզում ես զառ գցես, գցի զառը, այդ 1000 անգամվա համար միջինը եկել է 3.43։ Այ հեսա։ Մի խոսքով շատ լավ օրենք է այդ մեծ թվերի օրենքը, ինքը թույլ է տալիս հանգիստ մարդիկ անեն վիճակագրությունով զբաղվեն։ Հա, այսինքն ուղղակի շատ մեծ քանակությամբ նմուշներ կվերցնես, միջինը մոտիկ կլինի մատսպասումը։ Շատ լավ բան է, մի խոսքով էս մեր բանը, մեծ թվերի օրենքը, իր տարբեր էլ ինչ որ վերսիաներ կա, ինքը թույլ է տալիս գնահատել միջինը, այսինքն մատսպասումը։ Նորից որ վիճակագրություն անցնեք, այնտեղ էլի ինքը շատ հետաքրքիր բաներ կգնահատեք, ոչ միայն միջինը, բայց սա միայն էդրամար է պատասխանում։ Հիմա կարող ես մի հատ հարց տանք ամեն դեպքում, ասենք շատ լավ, այս քո միջինն է, օքեյ։ Եթե 1000 հատ վերցնես, կձգտի այդ միջինին։ Սա մասնավորապես ասում է այդ 1000 անգամ որ գցել են,
քանի հատ է 1 ընկեր, քանի հատ 2, քանի հատ 3, 4, 5, 6, այսինքն այդ 1, 2, 3, 4, 5, 6 արժեքների բաշխումն է, հա, որ արժեքից քանի հատ է ընկել, կարող պատկերացնեք, չգիտեմ, ընկել է, ենթադրենք, դե 1000 հատ է գցե, չէ, ասենք 170 հատ 1 է ընկել, 180 հատ 2 է ընկել, 176 հատ 3 է ընկել եւ այլն, ինչ որ ստեղ sense թվեր են գրած, խոսքով, ինչ որ sense արժեքներ, ու եթե այս փորձը մի խոսքով տենց վերցնեք, անեք, կտեսնեք, որ այո, միջինում գալիս է ձեր այդ ուզած արժեքին մոտիկ, այսինքն այդ բանը x1, x2 եւ այլն այդ գումարը, որ նայես բաժանես n-ից վրա, սրա առնվազն արժեքը շատ մոտիկ է լինում այդ քո բանին, ուրեմն այդ մատպասման։ Բայց հարց է առաջանում, իսկ այդ ոնց է ձգտում, այսինքն այդ իր արժեքները ոնց են բաշխված, հա, այսինքն հասկացա, իր արժեքները այո, գալիս են շատ մոտիկ են ստացվում այս թվի 3.5-ին, ենթադրենք։ Իսկ էդի ինչպես է ինչ բանով են մոտիկանում, հա, ինչ բաշխումով են մոտիկանում։ Այսինքն եթե ես վերցնեմ 100 հոգու միջինը հաշվեմ, հետո դուք վերցնեք 100 հոգու միջինը հաշվեք, հետո Պողոսը վերցնի 100 հոգու միջինը հաշվեք։ Ես կստանամ, ասենք թե միջինում 3.51, դուք կարող ստանաք 3.52, Պողոսը կարող ստանա 3.49, ոնց որ տեսնում եք, այս 3 թվերն էլ շատ մոտիկ են այս ճշմարիտ միջինին, այսինքն մեր այդ մեծ թվերի օրենքը էդի ապահովում է, բայց ու չի ասում ուղիղ 3.5 է, ասում է մոտիկ է 3.5, կարող է 3.5-ից մի քիչ ձախ է, մի քիչ աջ է եւ այլն, այդ հարցին ենք ուզում պատասխանենք, հա, այսինքն եթե 100 տարբեր սոցիոլոգիական կազմակերպություններ գնան մարդա 10,000 հոգու վերցնեն ու ինչ որ իրացից կարծիքը հարցնեն կամ ինչ որ քաշը վերցնեն միջինացնեն 100 հատ տարբեր կազմակերպություն 100 հատ տարբեր թվեր կստանան ինչպես են այդ թվերը բաշխված դե այս մեծ ֆերիոն կազմա բոլոր այս թվերը եթե դու 100 անգամ գնաս ու վերցնես պատկերացրեք որ 100 անգամ գնում ես ամեն անգամ վերցնես 1000 հոգու միջինացնում ես ստանում ես 100 հատ միջիններ այդ բոլոր միջինները շատ մոտիկ պետք է լինեն 3.5-ին բայց ինչ աշխամ շատ մոտիկ 3.5-ին բոլոր 3.5-ն է թե ասենք սենց լինի մի մեծ մասը 3.5 լինի մի որոշ մասը 3.4 մի որոշ մասը 3.3 թե ինչ բարձում է որ այն որ ասում ենք նորմալ բաշխում բարձում է որ այդ 3.5-ին շատ մոտիկ են լինում եւ 3.5-ից շեղումը լինում է նորմալ բաշխված հիմա դա փորձենք բացատրել ինչ տեղ ունենում ու էլի սիմուլյացիա կնայենք մի հատ ուրեմն ունենք central limit theorem կենտրոնական սահմանային թեորեմ նույն բանն ասում է եթե ունես ուրեմն x1 x2 եւ այլն բոլորը միատեսակ բաշխված անկախ պատակամեություններ իրանց միջինը m-ով նշանակեց վարիացիան սիգմա քառակուսիով ապա կարաս վերցնես յուրաքանչյուր x-կայից հանես այդ քո m-ը հա այսինքն ոնց որ ամեն մի զառը նետումից կոպիտ ասած հանես 3.5-ը տենց 3.5-ից ինչքանվա ձախ կամ աջ ընկել եւ բաժանես այդ սիգմայի վրա այսինքն այդ սովորական էս ստանդարտ շեղման վրա բաժանես ու մի հատ էլ բաժանես արմատ n-ի վրա եւ այս ոնց որ այս բոլորը գումարես իրար կոպիտ ասած միջին է էլի նայում հա x կա հանած են բաժանած սիգմա ըստ մատե արմատենով այդ դրանց միջինն է նայում այդ միջինը սա մի քիչ դժվար արտահայտություն է էլի հասկանալը բայց հեսա գնայինք բանով նկարով կտեսնենք ինչ ասում սա ձգտում է նորմալ բաշխման այսինքն 0 միջինով 1 վարիացիայով նորմալ բաշխում ինչ է սա նշանակում տեսեք պատահական ինչ որ պատահական մեծության բաշխում է ենթադրենք էս է իր պատահական մեծության բաշխումը չգիտեմ, այս պատակամության միջինը կարող աչքաչափով նայեք, որ մոտավորապես ինչ որ ստեղ արենք, ինչ որ մի արժեք է լինում։ Ասում եմ հիմա եթե ես 10 հոգու, 10 հատ կետ վերցնեմ այս բաշխումից, իրանց միջինը նայեմ, դες ուղղում եմ sample, վերցնում եմ 10 հատ կետերը, միջինացնում է ու գցում եմ ստեղ։ 10 հատ կետերի միջինը ոնց որ շատ իրականում շատ մոտիկ եղավ մեր այս բանի, իսկական պատական մեծության, իսկական մատուցմանը։ Հիմա եթե մի ուրիշ սոցիոլոգիական ծառայություն գա, էլի 10 հոգու վերցնի, տեսեք 10 հոգու վերցրեց, միջին հաշվեց, այս անգամ մի քիչ միջինից այն նախորդի ստացած արդյունքը մի քիչ տարբեր եղավ։ Հիմա էլի ես գալիս եմ, վերցնում էլի 10 հոգու, պատահական վերցրեց, նայում եմ իրանց արժեքները, եկան գալ այստեղ։
Այսինքն ամեն անգամ վերցնում ես 10 հոգու, միջինացնում ես յանց արժեքները, նայում ես որտեղ են գա։ Վերցնում ես 10 հոգու, միջինացնում ես արժեքները, տեսնում ես որտեղ են գա։ Այ այս բանը եթե իրար հետևից վերցնենք անենք, պատկերացրեք այսպես լիք անգամներ անում ենք, տեսնեք sense սիրուն ոնց է երևի թե ամեն պետք է էլի մեծ հրավեր։ Եթե սան շատ անգամներ անեք, տեսնեք որ նորմալ բաշխում է ունենում, այսինքն եթե 100 սոցիալական ծառայություն գնա միջինացնի եւ այլն եւ այլն եւ այլն, ապա իրանք կստանան իրականի շատ մոտիկ արժեք, իրանք ասած արժեքները բաշխված կնեն sense նորմալ ըստ էության, նու լավ sense շատ անգամներ պետք է ասում որ դա yra նորմալ բաշխված կլներ եւ այդ նորմալի միջինը կլինի այն իսկական մատպասումը, վարիացիան կլինի այդ նույն վարիացիան։ Նու չէ, նույն վարիացիան չէ, դե արմատ n-ով մի հատ բաժանա, բայց սա մի խոսքով երաշխավորում է այդ պահը, որ լիք անգամներ եթե գնաս անես, միջինում կստանաս այդ քո ճշմարիտ մատպասմանը շատ մոտիկ արժեք, դες 33% հավանականությունով։ Մի քիչ ավելի քիչ հավանականությամբ շեղում կունենաս, ու ինչքան այդ շեղման չափը մեծ, այդքան շեղվելու հավանականությունը ցածր։ Այսինքն շատ մեծ հավանականությամբ դու կստանաս այդ մատպասմանը մոտիկ արժեք։ Այս ոնց որ ասում եմ, ժողովուրդ, այդ զուգամիտելու արագությունը, հա, թե այս x գծիկը ինչպիսի արագությամբ է զուգամիտում, այս քո x-ին։ Ասում եմ զուգամիտումը ասենց նորմալ, այսինքն իրանց արժեքները որ նայած նորմալ են բաշխված։ Եվ ուրեմն հա նորմալ են բաշխված ու ձգտում են միջինը իրանց այս է, այսինքն միջինում էսի կստանաս։ Կարող մի քիչ էլ ավելի ինլայն ենք, բայց ենթադրում էսի էլի վիճակագրության ժամանակ կանենք, կարող ասեք, որ օքեյ, միջինում EX-ա գալու, EX պլյուս մինուս 3 անգամ սիգմա, այսինքն պլյուս մինուս այդ քո միջինը ինչքան որ այա 99% հավանականությունով այսքան տեղն է անկածնելու քո ունեցած արդյունքը։ Այսինքն մենք սրանով լուծում ենք հետևյալ խնդիրը, եթե ինչ-որ մեկը գա ասի, ես վերցրել եմ 1000 հոգու, այդ 1000 հոգու համար նայել եմ իրանց այս X գծիկը ու ստացել եմ այսինչ թիվ, ասենք ստացել եմ 3.6 օրինակի համար։ Հա ստացել եմ, որ մարդկանց միջին բոյը, ասենք թե եղել է 1.7։ Դուք հիմա իրան հավատում եք, թե չեք հավատում։ Մեծ թվերի օրենքը ասում է, որ ինչքան էս 1000-ը մեծ, այդքան սա ավելի մոտ պետք է լինի 1.7-ի, նու ճշմարիտ մատպասմանը։ Հիմա դուք ուզում եք հետևյալ բանը արժեք, իսկ ինչքան է հավանական, որ այս ձեր արած այս 1.7 արժեքը հեռու է իսկական մատպասումից։ Ու բարձում է, որ ոնց որ այս բաշխումը, եթե հիմա շատ անգամներ վերցնեմ այս sample-ը սխմեմ, իրանք նորմալ են բաշխված, այսինքն եթե նույնիսկ հեռու է ճշմարիտ մատպասումից, գտնում է ճշմարիտ մատպասումից շատ մոտ։ Այսինքն օրինակ հավանականություն, որ հեռու կգտնվի 2% է։ Այսինքն ինչ անշանում ձգտում է նորմալ բաշխման, ուզում ենք ասենք իր բաշխման ֆունկցիան սրա բաշխման ֆունկցիան կամ խտության ֆունկցիան ձգտում է այն մեր նորմալ խտության ֆունկցիան, 1 բաժանած 2π արմատ 2π սիգմա եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու տենց այս երկու շատ կարևոր են, երբ որ դուք ուզում եք ինչ-որ բան ուրեմն միջինացնեք, նու մոտարկեք մի 100 հատ, ասենք թե նմուշ վերցնելով կամ 1000 հատ նմուշ վերցնելով, էսի ասում է, որ իրոք կարաք տենց անեք ու կձգտեք այս արժեքի, սա էլ ասում է, որ կարող է մի քիչ սխալմունքներ լինեն, մի քիչ այս կոմենկոմ ընկած լինի, բայց այդ հավանականություն, որ միջինից շատ հեռու կլինի եւ այլն, դա նորմալ համարյա թե կարելի է որոշել նորմալ մեծության խտության ֆունկցիայի բանին նայելով, գրաֆիկին նայելով, թե ինչքան հեռու կամ ինչքան մոտիկ կլինեն ձեր հաշվարկած միջինը իրական մատպասումից։ Այդ էպսիլոնն ու սիգման իրար ինչ-որ կապ ունեն, թե չէ։ Որ ըստ հավանականության ասում են միջինը մոտիկա իսկական միջինին։ Հա, այ դրա մասին է խոսքը։ Հա, այո, այդ դրա հետ հենց շատ սերտ կապ ունի։ Այս թեորեմը ինձ ասում է, որ եթե վերցնեմ բան էլի, ու տարբեր անգամներ փորձեմ միջինացնեմ, եթե գիտեմ, որ իրականում զառի միջինը 3.5 է, լիք անգամներ որ միջինացնեմ, կստանամ 3.5-ին մոտիկ թիվ։ Կարող եմ հիմա մի հատ Python-ով կոդ աշխատացնեմ, ստանամ 3.6։ Մի հատ կոդ աշխատացնեմ, ստանամ 3.4։ Մի հատ կոդ աշխատացնեմ, ստանամ 3.3, մի հատ աշխատացնեմ հենց 3.5 տա, հետո էլի լիքը 3.5-եր, 3.56, 57 եւ այլն, հա, ինչ որ տենց թվեր, ոնց որ ասում եմ նորմալ է այդ ամեն ինչը բաշխված, այսինքն եթե ես լիքը անգամ, եթե մի անգամ կոմպով ինչ որ տենց գեներացնեմ ու նայեմ ինչ թիվ տվեց, այսինքն այս
նույնն է ինչ որ զանգակաձև կորից ինչ որ մի տալ վերցնեմ։ Այսինքն շատ մեծ հավանականությամբ ունենալու է 3.5։ Իսկ եթե հարցնեք լավ, ինչքան հավանական, որ 2.5-ից էպսիլոնով հեռու կլինի, ես կասեմ, գիտեք ինչ, այս նորմալ բաշխման բանի մեջ, խտության ֆունկցիայի մեջ, այդ էպսիլոնը ոնց որ է սիգման է իրան կառավարում։ Ինչքան սիգման մեծ, հենց ավելի փռված, այդքան ոնց որ կարա հեռու լինեն արժեքները։ Ինչքան բայց բանը լինի, սիգման ըստ իրական բանը էլի, այս արմատենը կարամ տանեմ այս կողմ, գրեմ այսքան անգամ արմատեն։ Ես ասի մի քիչ լավ չմեկնաբանեցի, բայց այս արմատենը ինքը թույլ է տալիս են անել, որ նույնիսկ եթե ձեր սիգման մեծ է, ինքը սենց սեղմվում է այս արմատենի միջոցով, որ բաժանում եմ արմատենի էլի, ու այսենց է ստացվում, այսինքն սեղմվում է դեպի այդ իր միջինը։ Այդ էպսիլոնի պահի խոսքով ձեր հարցին եթե վերադառնանք, եթե հարցնեք, օքեյ, լավ, մի կոմպով սիմուլյացրեցի, թիվ ստացա, ինչքան անական, որ թիվը 3.5-ից էպսիլոնով այս կողմենքով կգտնվի, ասում եմ, եկեք գնանք վերցնենք նորմալ այդ գաուսյան պատական մեծան խտության ֆունկցիան, իրան ինտեգրենք մինուս անվերջից մինչև այս 3.5 հանած էպսիլոնը եւ 2.5 էպսիլոնից 2.5 գումարած էպսիլոնից մինչև անվերջ։ Այդքան տեղի ինչքան որ մակերես եղավ, պատասխանը հենց դա կլինի սխալվելու հավանականությունը, իսկ այդ մակերեսը հենց սիգմայով է կարգավորվում։ Այսինքն, եթե մոտավորապես հենց ասեմ, եթե սիգման ինչ-որ թիվ է, օրինակ սիգման 0.1 է, մեր էպսիլոնը եթե վերցնեմ 3 անգամ 0.1, հա, ասենք 0.3, այդ նշանակում է հավանականությունը 3.5-ից պլյուս մինուս այսքանով կսխալվեմ, այդ հավանականությունը ավելի փոքր է, քան 1%։ Ոնց որ պետք է վերցնել այս գաուսյանի խտության ֆունկցիան, ինտեգրել, ու մոտավորապես այդ էպսիլոնը սիգմայի 3 անգամը որ նայես, ամբողջ շատ մեծ ճշգրտությամբ, 1%-ից ավել ճշգրտությամբ ինքը ընկած է այդքան տեղ, այսինքն էպսիլոն կարող ես վերցնեմ ու բավարարի այս հատկությանը։ Եթե պատասխանի ձեր հարցին, ինքը այդ սիգմայով է որոշվում, այո, եւ նույն այդ սա ոնց որ պատասխանում է նախորդ հարցի, եթե հարցնենք, էլի, էպսիլոնով այս կողմենքում գտնելու հավանականությունը ինչքան է, ասում եմ նորմալ բաշխումով է, հետեւաբար կարող ես վերցնել նորմալ բաշխման խտության ֆունկցիայի մեջ էպսիլոնը տեղադրես, ստանաս շատ փոքր թիվ։ Այսինքն այդ իրոք այդ զուգամիտությունը կա։ Սա նշանակում է, որ ինքը իր միջինից պլյուս մինուս 2.5-ով է շեղվում, հավանականություն, որ 2.5-ից ավել կշեղվի, դեք հավանականություն, որ x-ը ավելի մեծ կլինի, քան իր միջինից հանած 2.5։ Միջինը 0 է, էլի, դրա համար ոչ մի բան չկա գրել։ Այդ դրա հավանականությունը 0.0124 էս թիվն է, այսինքն մի տոկոսից քիչ է դրա հավանականությունը։ Ու տենց, ստեղ ասենք կարող վերցնեմ 3, բարձր դրա հավանականությունը էլ ավելի քիչ է։ Okay, Ժորժ ջան, այսքանով ամփոփում ենք այդ պատահական մեծությունների հատվածը ու կարծում եմ հաջորդ դասից արդեն ոնց որ ասեցինք վիճակագրության մասին կխոսակ։